Դալիճում լրություն։ Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, եւ այդ շրջանակներում ես ուզում եմ մի իրավիճակ ներկայացնել, մի դեպք ներկայացնել, երբ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ եւ նրա իրականացրած գործողությունների կամ անգործության հետևանքով Հայաստանի Հանրապետության հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ պարզապես մսխվել է։ Սրա մասին ես առիթ ունեցել եմ տարբեր դեպքերով նկարագրել, բայց հիմա որոշակի հիմնավորումներ կփորձեմ ներկայացնել։ Խոսքը Fly Arna ավիաընկերության ձևավորման մասին էր, դուք գիտեք, որ մեծ շուկով ստեղծվեց կազմակերպությունն, ասեց, բա մենք պետք է պետական ազգային ավիափոխադրող ունենանք, դրա համար օգտագործվեց մեր հարկատուների գրպանից 4.5 միլիարդ դրամ եւ արդյունքում ունենք ուղղակի ձախողված պրոյեկտ, ավիաընկերությունը չկա եւ նույնիսկ կա հայց ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Բայց քանի որ շատերին հարցնում են, բալյապ դա ինչպես է տեղի ունեցել կամ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի այդ ամբողջ գործընթացի մեջ, ես ուզում եմ հիմնավորում ներկայացնել։ Ուրեմն ես հիմա կփորձեմ կարդալ մի փոքր հատված Air Arabia ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ-Ալի Նիկոլ Փաշինյանին ուղված նամակից մի հատված, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Ես այժմ կցանկանայի անդրադառնալ 2023 թվականի ապրիլ ամսին մեր վերջին հանդիպմանը եւ դրա արդյունքներով 2023 թվականի հունիսի 2-ին ձեզ հասցեագրված նամակին, որոնք երկուսն էլ մեր եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև տեղի ունեցած երկարատև, սակայն մինչ օրս անարդյունք երկխոսության շարունակություն էին Հայաստանում Fly Arna-ի առջև ծառացած էական մարտահրավերների առնչությամբ։ Կարծում եմ կարևոր է այստեղ ընդգծել, որ վերջիններս վատթարագույն ազդեցություն են ունենում ոչ միայն Fly Arna-ի, այլև Հայաստանում բազավորված ցանկացած այլ ավիաընկերության համար։ Հետևաբար, խնդիրների արմատական կարգավորումը կենսական նշանակություն է ունենալու առհասարակ Հայաստանի ավիացիոն ոլորտի եւ հայկական ավիացիայի համար։ Եվ խնդրահարույց գործոնները մեկ անգամ եւս ամփոփելու նպատակով արձանագրենք, որ դրանք ներառում են նախապես Air Arabia-ի խոստացված, բայց այդպես էլ չիրականացված հետեւյալ պահանջները, այսինքն արձանագրենք, որ Air Arabia-ի հետ համագործակցությանը սկիզբ դնելու համար Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ստանձնում եմ հետևյալ պարտավորությունները, խոսք եմ տալիս, որ կանեմ հետևյալ գործողությունները, իսկ այդ գործողությունները հետևյալն էին. ուղևորահարկերի վերացում, Զվարթնոց օդանավակայանի բեռնամշակման, վառելիքի, այլ վճարների ահռելի եւ չարդարացված սակագնի իջեցում, բազմաթիվ նոր հայկական ըստ մեծ ցածրորակ ավիափոխադրողների շարունակական մուտքը շուկա եւ նրանց տրամադրվող աջակցությունը հայաստանյան շուկայում, ինչի արդյունքում առաջատար կարգավորողների կողմից, ինչպիսիք են ԵՄ եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, մտահոգություններն էլ ավելի են սրվել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստանձնում է պարտավորություն, խոսք է տալիս, որ այս կարգավորումները կանի։ Իմիջիայլոց ուզում եմ հիշեցնել, որ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք այն ժամանակ կարծեմ Տաթևիկ Ռևազյանն էր կառավարում համապատասխան ոլորտը։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվում է Եվրոպական միության ավիացիոն գոտու սև ցուցակում։ Եվ այստեղ գրանցված կազմակերպությունները, ավիափոխադրողները դեպի Եվրոպա մեկնելու ուղղակի հնարավորություն չեն ունենում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Air Arabia-ի տնօրեններին ասում է, ես ձեզ խոսք եմ տալիս, որ կանեմ գործողություններ, որի արդյունքում մենք դուրս կգանք այդ սև ցուցակից, ի վերջո կստեղծենք պայմաններ եւ մեր համագործակցությունը արդյունք կունենա։ Եվ Air Arabia-ն էլ համաձայնում է, համապատասխան ներդրումներ իրականացնում։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, գցել է Air Arabia-ին եւ իր խոստումները չի իրականացրել եւ նման նամակագրությունները բազմաթիվ են։ Ես հույս ունեմ, որ քննչական կոմիտեն նաեւ այս նամակագրություններին տեղյակ է եւ հետեւաբար մեղադրյալների ցանկում պետք է լինեն ոչ միայն այն մարդիկ, ովքեր այս պահին նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում, այլ նաեւ հենց անձնապես Նիկոլ Փաշինյանը, եթե քննչականը պատահաբար այս նամակին չի տիրապետում, ես կարող եմ այն փոխանցել, որպեսզի հետագա քննությունը շատ ավելի էֆեկտիվ տեղի ունենա։ Համենայն դեպս ես ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է
կան ծրագրեր, որոնք ուղղակի խայտարակություն էին, դա խայտարակություն չի, Նիկոլ Փաշինյան։ Դա ձեր անմիջական գործողությունների կամ անգործությունների հետևանքով մեր հերոս հարկատուների վրա արժեցած 4.5 միլիարդ դրամ է։ Սա ուղղակի ուզում եմ ֆիքսել եւ անցնենք առաջ։ Եվ իմիջիայլոց հերթական անգամ հիշեցնեմ, որ այս հիմքերը ընդունելով մեր դեմ հայց է ներկայացված միջազգային դատարանում եւ բավարար հիմքեր են ամենայն հավանականությամբ այդ հայցը կբավարարվի։ Քանի որ ժամանակ ունեմ, ես ուզում եմ նաեւ խոսել նախորդ շաբաթ իսկապես շատ ծանր շաբաթ էր ամբողջ հայ հասարակության համար, որովհետև ամենօրյա ռեժիմով մենք կարդում եւ լսում ենք ողբերգական իրադարձությունների մասին, իրապես տպավորություն էր, որ մենք Սիցիլիայում ենք ապրում, ինչ որ մաֆիոզների մասին է, էկոպարեկներ, ովքեր թմրանյութի տրանզիտ են իրականացնում, ընդդիմադիր համայնքապետ է սպանվում, գնդակահարվում ամենադաժան ձևով, հա, եւ այս ամեն ինչի մասին իհարկե պետք է խոսել, նախ եւ առաջ ուզում եմ ցավակցություններս հենց այս ամբիոնից հնչեցնել Վալոդիա Գրիգորյանի ընտանիքին, Կարեն Աբրամյանի ընտանիքին, Մասիս Ասատրյանի ընտանիքին, Կապանցի Յուրա Մարգարյանի ընտանիքին եւ նրանց հարազատներին, որովհետեւ յուրաքանչյուր այս դեպքը իսկապես ողբերգություն է մեր բոլորիս համար։ Բայց ուզում եմ այստեղ անդրադառնալ հատկապես ընդդիմադիր համայնքապետ, Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության դեպքին։ Վալոդյան շատ կարգին մարդ էր, նվիրված համայնքապետ, հարգված համայնքապետ, եւ ես կարծում եմ, որ նրա քաղաքական հաղթանակը վերջին ընտրություններում ի վերջո չներվեց նրան։ Եվ գիտեք, քննչական կոմիտեն ի սկզբանե պաշտոնական վարկած է առաջարկում, որ դա անձնական վրեժխնդրության հողի վրա է տեղի ունեցել։ Հիմա եկեք իրար հետ հասկանանք։ Անձնական վրեժխնդրություն իրականացնելու համար նշանակում է Վալոդիա Գրիգորյանը ինքը անձամբ կամ նրա եղբայրը կատարել են այնպիսի գործողություններ, որոնց կարելի է համարել, որ հետևաբար համապատասխան գործողությունները անձնական վրեժխնդրություն են։ Վալոդիա Գրիգորյանը որևէ հանցագործություն չէր իրականացրել, նրա եղբայրը, որ կապում էին ինչ-որ ձև փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների հետ, չի անցնում այդ գործով։ Նա ինչ-որ խուլիգանության գործով է անցնում, բայց փետրվարին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ անմիջապես չի կապվում։ Դրա համար կա կոնկրետ անձ, որ մեղադրական հոդվածով անցնում է։ Այսինքն, երբ քննչական կոմիտեի ղեկավարը հերթական անգամ ՀՄԿ-ի տաղավարից անպատասխանատու կերպով ասում է, որ գործը բացահայտված է եւ դրա հիմնական հիմքը անձնական վրեժխնդրությունն է, նաեւ պետք է հիմնավորի, թե այդ անձնական վրեժխնդրությունը ինչ հիմքով էր, եթե Վալոդիա Գրիգորյանը եւ նրա եղբայրն անձնապես չէին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել համապատասխան արձագանքի։ Բայց ես ասում եմ, կրկնում եմ, որ պետք է շարունակի քննությունը, ավելի մեծ շրջանակ պետք է դիտարկվի, թե ընդհանրապես ինչու է տեղի ունեցել այս ողբերգական իրադարձությունը։ Ես կարծում եմ, քննչական կոմիտեն պետք է քննության առարկա դարձնի նաև այն հանգամանքը, թե ինչու ի վերջո նրա Վալոդիա Գրիգորյանի նաև քաղաքական հակառակորդ, օրինակ Մհեր Ախտոյանը 10 օր առաջ մեկնում է Հայաստանի Հանրապետությունից եւ նրան ճանապարհում է այն նույն անձը, ով հետագային պետք է իրականացներ այդ սպանությունը, որը կարծես թե մինչև այսօր որևէ քննարկման առիթ չի դարձել։ Բայց առհասարակ պետք է այստեղ հատուկ շեշտադրել նաեւ իրավապահ համակարգի բարձի թողի վիճակը։ Բարձի թողի վիճակը պարզապես։ Շատ լավ իմանալով, որ տվյալ համայնքում կա որոշակի խնդիր, տվյալ անձը, մարդասպանը, համենայն դեպս իր խոստովանությամբ, որ ինքն է իրականացրել, մեկ ամիս շարունակ գնացել է կրակել է սովորել։ Տան շրջակայքում որոշակի քննություն է իրականացրել, փորձել է հասկանալ ինչ ձևով մոտենալ եւ այլն եւ այլն։ Բայց փոքր համայնքում հնարավոր չէ այդ ամեն ինչը տեսնել։ Չեն տեսել իսկապես այդ ամեն ինչը։ Թե ոստիկանությունը միայն նրա համար է, որ եկեղեցու գրոհելու հրաման ստանա, կամ ընդդիմադիրներին հետապնդեն։ Միքայել Աչապահյանին համար 2.5 տարի, թե 2.6 տարի ազատազրկում են դատախազությունը պահանջել այն նույն ժամանակ, երբ օրինակ Արաքսում տեղի ունեցած սպանության գործով անցնող մարդը մեկ անգամ արդեն կրակելու համար հիմա ընթանում է քննությունը։ Հասկանում եք, մարդը կրակել է, այս պահին գտնվում է ազատության մեջ։ Իսկ օրինակ Միքայել Աչապահյանը
իր հայտարարությունների համար, իր հարցազրույցի խոսքի համար դատախազությունը պահանջում է 2.6 տարվա ազատազրկում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այսօրվա իշխանությունների առաջնահերթությունների մասին եւ ընդհանրապես իրավապահ համակարգի գործունեության մասին։ Այսինքն, եթե դու ընդդիմադիր ես, պետք է կամ հետապնդվես քաղաքական առումով, իսկ ոստիկանությունը միայն Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու համար է եւ ոչ թե երկրում կարգ ու կանոն հաստատելու։ Հաջորդ ելույթի համար Քրիստինե Վարդանյան, համեցեք։